Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ։ Այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որի շուրջ մեր հասարակությունում հաճախ լռություն է տիրում՝ անպտղություն։ Մի բառ, որ հազարավոր ընտանիքների համար ամենօրյա իրականություն է, բայց որի մասին դեռևս դժվարանում ենք խոսել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում ամեն 6-րդ ընտանիք բախվում է երեխա ունենալու դժվարությունների հետ։ Այս թեմայի հետ կապված մի շարք կարևոր հարցերի պատասխանը լսելու եւ քննարկելու համար այսօր մեծ հյուր է գինեկոլոգ Լիլիթ Միսակյանը։ Ողջույն բժշկուհի Լիլիթ։ Բարև ձեզ։ Վերջապես կայացավ մեր շատ սպասված հանդիպումը եւ սկսենք առաջի հարցից՝ ինչ է անպտղությունը եւ ինչ կարելի է անել հնարավորինս դրանից պաշտպանվելու համար։ Մերի ջան, շատ կարևոր թեմա եք ընտրել, որովհետեւ հիմա իրոք անպտղությունը համար առաջին խնդիրներից է։ Ես որպես գինեկոլոգ կարող եմ ասել, որ վերջին տարիներին դիմելիությունը այդ հարցով ավելի շատացել է։ Եթե վերցնենք սահմանումը որպես անպտղություն, ապա անպտղություն կարող ենք անվանել, երբ զույգը ազատ սեռական հարաբերություն է ունենում 1 տարի եւ ավելի ժամանակ եւ չի կարողանում հղիանել։ Սակայն այդպես անվանելը շատ կոպիտ է, որովհետեւ իրականում եթե մարդիկ ունեն խնդիր, դա կարող է տարիներով ձգվել եւ մարդիկ կարող են նաեւ առողջ ժամանակ տարիներով չհղիանալ, որովհետեւ որպեսզի տեղի ունենա հղիություն, մի շարք ֆակտորներ պետք է համընկնեն։ Անպտղությունից պաշտպանվելու համար պետք է առաջին հերթին պաշտպանել ռեպրոդուկտիվ առողջությունը։ Եվ պետք է չմոռանալ, որ ռեպրոդուկտիվ առողջության ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շատ կարևոր է դա, որովհետև կարելի է ասել պատճառների կեսը տղամարդիկ են եւ շատ հաճախ դիմում են բժշկի միայն կանանց հետազոտելու համար։ Եվ որպեսզի պաշտպանվել անպտղությունից պետք է առհասարակ հասկանալ ինչ է նշանակում ռեպրոդուկտիվ առողջություն եւ առհասարակ ինչ է նշանակում առողջություն։ Հիմնականում բժշկական ձախողումների պատճառը այն է, երբ մենք դիտարկում ենք օրգանը որպես առանձին մարսնիկ, որը կախված չէ ամբողջ օրգանիզմի հետ։ Սակայն ցանկացած խնդիր օրգանիզմում ընդհանուր է։ Եվ եթե ամեն ինչ փոխկապակցված է։ Այո, եթե մենք նայենք անպտղությանը որպես միայն ռեպրոդուկտիվ համակարգի, միայն կանացի օրգանների խնդիր, մենք չենք կարող ամեն անգամ հարցին լուծում տալ, որովհետև շատ հաճախ հարցի խնդիրը գտնվում է, չեմ կարող ասել շատ հաճախ, իհարկե մի քիչ սխալ կլինի այդպես ասելը, բայց որոշ դեպքերում խնդիրը գտնվում է ռեպրոդուկտիվ համակարգից դուրս։ Առհասարակ բնությունը սխալներ չունի։ Բնությունը ստեղծում է մարդկանց, որպեսզի մարդիկ ապրեն, լինեն առողջ, բազմանան եւ երջանիկ լինեն։ Երբ որ մարդու ինքնապահպանման բնազդին ոչինչ չի սպառնում, ռեպրոդուկտիվ բնազդը, բազմանալու բնազդը իր դերը կատարում է։ Որպես փոքրիկ օրինակ ձեզ բերեմ, ինչքան խելացի է բժշկությունը եւ աշխատելու ընթացքում եւ իմ պացիենտները կարծես ինձ սովորեցնել, որ բժիշկը պետք է սովորի մարդու օրգանիզմից։ Մարդու օրգանիզմը շատ խելացի է եւ ես կարող եմ ասել, շատ բժիշկներ հավաքված միասին չեն կարող ունենալ այն ուղեղը, որը ունի մարդու օրգանիզմը եւ այն համակարգը, որը մենք անդադար ուսումնասիրում ենք եւ կարող եմ ասել, գուցե սխալվեմ, իմ կարծիքն է դա, բայց մարդու առողջությունը մենք տեսնում ենք կարծես կոտրված հայելիի կտորների մեջ, այսինքն այն ամեն ինչը, ինչը մենք գիտենք, որովհետև տվյալ պահին բժշկությունը թույլ է տալիս հետազոտել այդ մակարդակով եւ դա հաճախ այն իրականությունը չի, որը կա, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ բնությունը սխալներ չունի եւ բնությունը ստեղծում է ամեն ինչ նրա համար, որպեսզի մարդը ապրի երկար եւ բազմանա։ Շատ բարձ օրինակ Երբ մարդը ունի օրինակ երկաթի պակաս, կարծես երկաթը ոչ մի ձև չի կարող կախված լինել ռեպրոդուկտիվ համակարգի հետ, բայց բնությունը այնպես է ստեղծել, որ մեխանիզմներից մեկը երկաթի պակասի, մեխանիզմներից մեկը բերում է դաշտանային խանգարումների եւ անպտղության։ Ինչու, որովհետեւ օրգանիզմը հասկանում է, որ եթե մարդը չունի երկաթ, նա չի կարող կրել հղիություն եւ հղիությունը նրա առողջությանը եւ նրա կյանքին կարող է վտանգ սպառնել։ Քանի որ հղիության ժամանակ մայրիկը պտղին փոխանցում է բազմաթիվ միկրոտարեր, վիտամիններ, որոնք պետք է ունենա ի սկզբանե։ Այո, եւ դա եւ այն, որ օրգանիզմը պետք է ի սկզբանե ունենա ռեսուրսներ, որպեսզի ապահովի առողջ բալիկի զարգացումը։ Եվ ռեսուրսները ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական։ Բժշկուհի տարբեր երկրներում անպտղության պատճառները տարբեր են։ Ինչու եւ ինչ կարելի է ասել տվյալ հասարակության առողջության մասին ունեցած ցուցանիշներով։ Նախ նշեմ, որ ցանկացած հետազոտության արդյունք, որը մենք տեսնում ենք, դա միանշանակ ճիշտ չի,
որովհետև հետազոտում են երկրները այն մակարդակով, ինչ մակարդակով, որ ապրում են եւ ինչ մակարդակով թույլ է տալիս տնտեսությունը եւ սոցիալական վիճակը։ Օրինակ, եթե որևէ երկրում ամենից հաճախ հետազոտվում են կանայք եւ չեն հետազոտվում տղամարդիկ, ապա մենք կարող ենք տեսնել վիճակագրությունում, որ ցույց է տալիս, թե այդ երկրում, տվյալ երկրում կանանց անպտղությունը բարձր տոկոս է կազմում։ Բայց եթե ընդհանրացնենք, կարող եմ ասել, որ ամեն ինչ կախված է սոցիալական մակարդակից եւ կախված է ժամանակին ախտորոշումից։ Օրինակ, այն երկրներում, որտեղ ախտորոշումը առաջնային չի, որտեղ կանայք իրենց առողջությանը շատ առաջնային չեն վերաբերում եւ չեն հետեւում, ավելի տարածված է փողային անպտղությունները։ Օրինակ Հայաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում շատ տարածված է փողային անպտղությունները։ Ավելի զարգացած երկրներում մենք կարող ենք տեսնել, որ անպտղությունների պատճառը ավելի ծվարանային ֆակտորով են կախված։ Օրինակ Կանադայում եւ ԱՄՆ-ում ամենաբարձր տոկոս անպտղությունների դա ծվարանային պատճառներն են։ Որոշ երկրներում, օրինակ Ճապոնիայում, անպտղության պատճառը կնոջ տարիքն է։ Այսինքն այնտեղ արդեն ավելի չկա առողջական խնդիր, ինչքան կա այն, որ կյանքը այնպես է դասավորված, որ կանայք ավելի ուշ են մտածում երեխա ունենալու մասին։ Սակայն այդ ամենը միևնույն է չի ցույց տալիս իրականությունը, որովհետև հետազոտությունները կարող են լինել տարբեր։ Հետազոտում են միայն այն կանանց, որոնք դիմում են բժշկի, եւ դիմելությունը շատ աղավաղում է վիճակագրության արդյունքները։ Ընդհանուր կարող եմ ասել, որ սովորաբար բոլոր երկրներում, եթե նայենք ընդհանուր տոկոս անպտղությունների հավասարը, ուղղակի պատճառները տարբերում են կախված իրենց ընտրած կյանքից։ Կյանքի որակը, այսինքն կապ ունի միանշանակ, թե ինչպիսի անպտղության տեսակ է հասարակության մեծ մասի։ Կյանքի որակը, շրջակա միջավայրը եւ այլ արտաքին գործոնները նաեւ, հա։ Միանշանակ, արտաքին գործոնները, սնունդը, միջավայրը, ապրելակերպը, բնությանը մոտ լինելը եւ այլն։ Եվ այստեղից սահուն անցում անեմ հաջորդ հարցին, այն նշեցինք շատ պատճառներ, բայց ես կարծում եմ նաև հոգեբանական պատճառներ ունի անպտղությունը եւ շատ ուզում եմ լսել ձեր պատասխանը դրա հետ կապված։ Հոգեբանական պատճառ միանշանակ ունի, բայց մենք չենք կարող կնոջը ասել, որ ամեն ինչ քո գլխում է, եթե չմտածես կհղիանաս, իսկ սկզբանե սկսել է մտածել, որովհետև չի հղիացել։ Առաջին հերթին դա, երկրորդ հերթին իհարկե շատ մեծ կապ ունի կնոջ օպտիմիզմը եւ հավատը։ Եթե կինը հավատով է մոտենում, երբեմն դա ավելի շատ հարցեր է լուծում, քան բժշկի գիտելիքները։ Սակայն հոգեբանական անպտղության մասին երբևիցե չպետք է մոռանանք զույգերի հոգեբանությունը, որովհետև շատ հաճախ կնոջ եւ տղամարդու ներքին կոնֆլիկտների հետևանքով կարող է լինել անպտղություն։ Մանավանդ եթե դա երկրորդային անպտղություն է եւ ընդհատված հղիությունից հետո է եւ ներքին նեղվածությունը զույգերի միմյանց նկատմամբ կարող է առաջացնել ֆիզիկական պատճառներ։ Օրինակ, երբ կարդում եմ շատ անսովոր անպտղության դեպքերի եւ նրանց լուծումների մասին, շատ հետաքրքիր դեպքեր, երբ կնոջ մոտ սեռական հարաբերության պահին հեշտոցի թթվայնությունը բարձրանում էր այնքան, որ նա սպանում էր սերմնաբջիջներին։ Եվ դա հետազոտել էին շատ երկար տարիներ բոլոր պատճառները հերքելուց հետո, եւ պարզվել էր, որ կինը տղամարդու նկատմամբ ունի ներքին կոնֆլիկտ, որը չի լուծել։ Առաջինը դա, երկրորդը, երբ որ չափից դուրս, ինչու ենք ասում չի կենտրոնա, որտեղ երբ որ չափից դուրս կենտրոնացած են կծկումների մեջ են կծկված է ամբողջ օրգանիզմը եւ հետաքրքիր դեպք էլ նաեւ, որ օրինակ եղել է, պատմել են գոլեգաներիցս, որ զույգին ընդհանրապես սպազմոլիտիկ պրեպարատ են տվել հարաբերությունից առաջ եւ դա բերել է հղիության առաջացման։ Սակայն այսպիսի բան հնչեցնելը եթերից սխալ է, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր զույգերը պետք է հարաբերությունից առաջ սպազմոլիտիկ ընդունեն։ Ուղղակի որպես հոգեբանական պատճառ կարող եմ նշել այն, որ պետք է շատ չմտածել հղիանալու մասին։ Իհարկե դա շատ հեշտ է ասել, բնությունը ուզում է, որ կինը հղիանա։ Ցանկացած սեռական հարաբերության իմաստը սերունդի շարունակելն է։ Բնությունը ստեղծել է այդ ամենը նրա համար, որպեսզի մարդիկ հղիանան եւ պետք է հասկանալ պատճառը, իհարկե չհերքելով հոգեբանական պատճառները, բայց հոգեբանական պատճառները շատ հաճախ հետևանք են ֆիզիկական պատճառների։ Եվ ամենակարևորը, որ երբևիցե չմեղադրել կանանց եւ չասել այն մասին, որ իրենք կենտրոնացած են։ Շատ մարդիկ կենտրոնացած հղիանում են, շատ մարդիկ չկենտրոնացած իհարկե չեն կարողանում հղիանել։ Բժշկուհի Լիլիթ, մի այսպիսի հետաքրքիր հարց, շատ հետազոտում են մարդիկ բժիշկները անպտղության խնդիր ունեցող զույգերին, բայց ինչ եք կարծում, կա արդյոք խնդիրներ
որոնց ավելի քիչ ուշադրություն է դարձվում եւ ըստ ձեզ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Հետաքրքիր հարցեր կփորձեմ ավելի լայնածավալ պատասխանել։ Իրականում շատ այն գիտելիքները, որ մենք ունենք այս ոլորտում, եթե օրինակ խոսենք անպտղության մասին, որ այո, տեղի ունենում ձվազատում, տեղի ունենում բեղմնավորում եւ հետո հղիություն չի լինում կամ լինում է բիոքիմիական հղիություն, դա այն դեպքերում, երբ որ մարդը տեստի վրա տեսնում է դրական, սակայն չի հղիանում, դրա պատճառը լինում է այն, որ էմբրիոնը չի իմպլանտացվում արգանդի խոռոչում։ Եվ հաճախ թվում է, թե նայեցին, հետազոտեցին, ուլտրաձայնային հետազոտություն արեցին, երաշերտ էնդոմետրիում տեսան 9 մմ կամ 10 մմ, որը համարվում է նորմալ, եւ պետք է որ լինի հղիություն, բայց չի լինում հղիություն եւ զույգերը գալիս են, դիմում են, ասում են, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ ստուգվել են, ամեն ինչ բուժել են, սակայն չեն հղիանում։ Այսինքն բոլոր ցուցիչները դրական են հղիանալու համար, բայց չունենք հղիություն։ Այո, սակայն մենք երբ որ այդպես ենք մտածում ու առասարակ այդպես ենք դատում, մեզ թվում է ամեն ինչ շատ պարզ ու պրիմիտիվ։ Որպեսզի տեղի ունենա հղիություն, պետք է կատարվեն մի շարք process-ներ, եւ եթե ես այդ process-ների մասին պատմեմ, ժամերը չի բավականացնի եւ կարծում եմ ավելի նախատեսված է նեղ լսարանի համար։ Փորձեմ մի քանի բառով ավելի հանրամատչելի ներկայացնեմ ինչու՞մ է հարցը։ Առհասարակ, որպեսզի տեղի ունենա իմպլանտացիա կոչվածը, այսինքն էմբրիոնը կարողանա արգանդի խոռոչում իմպլանտացվի եւ սկիզբ դնի հղիությանը, այո, պետք է կատարվի մի շարք բիոքիմիական process-ներ։ Կարծես իրար հետ խոսում են արգանդի պատը եւ ձվաբջիջ եւ բեղմնավորված ձվաբջիջ բլաստոցիստը այդ պահին, որ արդեն արգանդի խոռոչում է եւ ճանաչում են առաջներում, գտնում էին, որ որոշում է կայացնում միայն էմբրիոնը, այսինքն եթե բեղմնավորված ձվաբջիջի պրոտեոլիզիկ ֆերմենտների հետ կապված խնդիր չկա, ապա իմպլանտացիան տեղի է ունենում։ Սակայն հիմա արդեն կարող ենք խոսել այն մասին, որ էնդոմետրիումի պատը նույնպես կատարում է դիագնոստիկա եւ գնահատական է տալիս էմբրիոնի առողջությանը եւ որոշում է իմպլանտացիա կատարել թե ոչ։ Եվ կան մի շարք գենետիկ խնդիրներ, կան մի շարք ինֆեկցիոն խնդիրներ, որոնք որ պետք է շարունակել ուսումնասիրել։ Օրինակ առաջ գտնում էին, որ արգանդի խոռոչը ստերիլ է։ Հիմա արդեն հայտնաբերել են, որ արգանդի խոռոչում գտնվում է, արգանդի խոռոչը ունի իր սեփական միկրոբիոմը եւ նրա խախտումներից կարող են փոփոխվել մոլեկուլյար մակարդակում տարբեր տեսակի ռեակցիաներ։ Օրինակ ես ասեմ այն մասին, որ ճապոնացի բժիշկների մասին ասեմ, ես շատ եմ սիրում ճապոնական բժշկությունը, որովհետև իրենք միշտ նայում են սկզբնաղբյուրին եւ փորձում են գտնել պատճառը եւ փորձում են բնությանը հակառակ չգնալ։ Այսպես ասեմ, ճապոնացի գիտնականներից եւ բժիշկ էնդոկրինոլոգներից Յասուշի Հիրոտագուցյանն սխալ եմ արտասանում 2000 թվականներից հետո շատ հոդվածներ է նշել գրել այն մասին, թե ինչ պատճառով իմպլանտացիաները տեղի չեն ունենում եւ ուսումնասիրել է LIF ֆակտորը, լեյկեմիա ինհիբիտոր ֆակտոր կոչվածը։ Կխնդրեմ բժշկուհի ջան, ավելի լայն լսարանի համար բացատրենք LIF ֆակտորը։ Շատ լավ, LIF ֆակտորը ինքը կոչվում, եթե բացենք լեյկեմիա ինհիբիտոր ֆակտոր, իրականում պետք չի խորանալ մեխանիզմների մեջ, ինքը իրականում ինչ է, ուղղակի կոնկրետ է ռիպրոդուկտոլոգիայում, այն գործոններից մեկն է, որի մակարդակը, նորմալ մակարդակը պարտադիր է, որպեսզի տեղի ունենի իմպլանտացիա։ Օրինակ կատարել են հետազոտություններ եւ այն մկներին, ովքեր որ ունեցել են նորմալ ձվաբջիջ, նորմալ բեղմնավորում, սակայն անդադար չեն հղիացել, արգանդի խոռոչում լցրել են LIF ֆակտոր, որի հետևանքով այդ մկների մոտ տեղի ունեցել հղիություն։ Սակայն Հայաստանում որոշում են LIF ֆակտորը։ Ոչ, երբևիցե չեն որոշում Հայաստանում եւ առասարակ LIF ֆակտորի ուսումնասիրությունները կատարվում են դեռ միայն ուսումնասիրական մակարդակներում, ամենից շատ ուսումնասիրություն այդ մասին կատարել է Տոկիոյի պրոֆեսոր Յասուշի Հիրոտան 2005 թվականին որպես առաջնային հեղինակ այս թեմայով գրել է հետազոտություններ եւ խոսել է այն մասին, որ ամենակարևոր գործոններից մեկն է, որի պատճառով իմպլանտացիան տեղի ունենում եւ այն առաջացնում է անատոմիական կոնֆիգուրացիոն փոփոխություններ արգանդի խոռոչի այն հատվածում, որտեղ
պետք է տեղի ունենա իմպլանտացիան։ Նաև նշեմ, որ այսինքն նպաստում է, ավելի լավացնում է process-ը իմպլանտացիայի։ Կարելի է ասել տեղային բորբոքման կարգավորում է կատարում, առասարակ, որպեսզի տեղի ունենա իմպլանտացիա, միայն բավարար չի ունենալ արգանդի պատ երաշերտ էնդոմետրիում եւ բեղմնավորված ծվաբջիջ։ Պետք է համընկնեն իմունաբանական ֆակտորները, այսինքն իմունիտետը պետք է լինի ոչ բարձր, ոչ ցածր։ Պետք է հասկանալ, որ ամեն ինչ շատ բարդ է, պրիմիտիվ չի եւ օրինակ նույնը, երբ որ խոսում ենք, որ իմունային ֆակտորը եթե հաշվի առնենք անպտղության ժամանակ, այնպես չի, որ իմունիտետը իջեցնելով մենք կստանանք հղիություն։ Եվ այնպես էլ չի, որ իմունիտետը բարձրացնելով կստանանք հղիություն, որովհետև որոշակի բորբոքում պետք է լինի եւ այդ բորբոքման դիրիժորը LIF-ն է, այսինքն սահմանափակում է բորբոքումը եւ իրականում նա ունի դեր նաեւ արգանդի խորոչից դուրս, օրինակ նույն բորբոքման սահմանափակման եւ ռեգեներատիվ process-ների սկիզբ տալու դերը LIF-ի գործոնի նաև շատ մեծ է նյարդաբանության մեջ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ նույն Պարկինսոնի հիվանդության համար ուսումնասիրում են, որ LIF-ի ֆակտորը պաշտպանում է դոֆամինային ընկալիչները կամ այսինքն Ժշկոյի ջան, դա կա մեր օրգանիզմում, այո, այդ LIF-ի ֆակտորը կա մեր օրգանիզմում, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով քիչ քանակով է լինում, որի հետևանքով էլ առաջանում են խնդիրները։ Այո, պատճառներից մեկը շատ իմ սիրելի սպիտակուց տեպե 53 սպիտակուցի պակասն է։ Մի երկու բառով պատմեմ դա ինչ է։ Առասարակ բժշկության մեջ հայտնի է որպես օնկոպաշտպան սպիտակուց, այսինքն նրա դերը կայանում է նրանում, որ հսկի բջիջների բազմացումը եւ երբ որ տեսնում է վնասված բջիջ կամ սխալ գենետիկ ինֆորմացիայով բջիջ վերացնի կամ վերակառուցի։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ P53 սպիտակուցը, որ առաջանում է TP53 գենի ակտիվացման հետևանքով, կառավարում եւ վերահսկում է LIF-ի ֆակտորի քանակը։ Այսինքն, եթե մենք ունենք գենետիկ մուտացիա TP53-ի, այսինքն դա կարող է բերել իհարկե LIF-ի մակարդակի իջեցման, որի հետևանքով նաեւ չի տեղի ունենա իմպլանտացիա։ Իսկ տվյալ սպիտակուցի արկայությունը օրգանիզմում հասկանալու համար ունենք մեթոդներ, անալիզներ։ Այո, TP53-ը կարող ենք ստուգել ոչ թե սպիտակուցի մակարդակը, այլ կարող ենք ստուգել կատարել գենետիկ հետազոտություն, որպեսզի տեսնենք կա արդյոք գենի փոփոխություն, տարբեր մորֆոլոգիական փոփոխություններ, պոլիմորֆիզմներ։ Դեռ այս պահին չկան բավարար հետազոտություններ, որպեսզի խոսենք միկրոբիոմի դերը, կարող եմ ասել, որ TP53-ը կախված է ոչ միայն գենետիկ առողջությունից, այլև կախված է արգանդի շրջակա միջավայրից, նորմալ միկրոֆլորայից օրգանների առողջությունից, ճիշտ է, մենք խոսում ենք ռեպրոդուկտիվ առողջությունից, բայց այստեղ նշեմ նույն մարդու պապիլոմավիրուսի մասին, որ կչացնում է P53 սպիտակուցի քանակը։ Այն որևէ կերպ չի ազդում գենի վրա, չի կարող ազդել գենի վրա, այն առանձին սպանում է սպիտակուցի քանակը, սպիտակուցի քանակը պաշտպանող քչանում է տեղային արգանդի բզիկի շրջանում եւ դա բերում է քաղցկեղի զարգացման, որովհետեւ չի լինում վերահսկող ֆակտոր։ Այս պահին դեռ չկան հետազոտություններ պապիլոմավիրուսը արդյոք ազդում է արգանդի խորոչում P53 սպիտակուցի մակարդակի վրա, գուցե հետագայում լինեն, բայց կան հետազոտություններ այն մասին, որ միկրոֆլորան, օրինակ Lactobacillus rhamnosusի արկայությունը ավելի լավ միջավայր է, որպեսզի ակտիվ լինի P53 սպիտակուց։ Այս ամենը ինչը որ ասում եմ, դա ընդհանրապես այսբերգի գագաթն է։ Այսինքն նույնիսկ 1%-ը չի այն բոլոր ֆակտորների, որոնք պետք է համաձայնեցված գործեն, որպեսզի տեղի ունենա լիարժեք իմպլանտացիա։ Օրինակ առաջ համարվում էր, որ էնդոմետրիումը դա միասեռ շերտ է, որը որ ծածկում է արգանդի խորոչը։ Հիմա արդեն կատարում են քարտեզավորում եւ տեսնում են, որ էնդոմետրիումի ներսում կան որոշակի հատվածներ, որոնք իմպլանտացիայի համար ավելի բարենպաստ են, որոշակի հատվածներ, որոնք բարենպաստ չեն։ Ավելի շատ այդ հետազոտությունները կատարում են Չինաստանում եւ կատարում են քարտեզագրում արգանդի ներքին խորոչի։ Մենք այդ ամեն ինչ ցավոք սրտի դեռ հեռու ենք, մեզ հասանելի հետազոտությունների միայն ուլտրաձայնային հետազոտությունն են, սակայն դա մեր ձեռքերը չի կապում, մենք կարող ենք գնահատել օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը, օրինակ միտոխոնդրիումների ֆունկցիան գնահատելու համար կարող ենք գոնե հասկանալ մարդու օրգանիզմում թթվասնաքաղց կա թե ոչ։ Իսկ ինչ անալիզներ կան,
ոչ գինեկոլոգիական, որոնք որ ըստ ձեզ անհրաժեշտ են ընդհանուր առողջությունը գնահատելու համար, ռեպրոդուկտիվ առողջությունը գնահատելու համար մարդու։ Առասարակ, երբ որ կինը դիմում է անպտղության խնդիրով, շատ հաճախ որպեսզի ստանաս արդյունք պետք է աշխատես մի քանի բժիշկներով։ Այսինքն պետք է լինի կոնսիլիում, պետք է հետազոտվի ամբողջ օրգանիզմը, չկա մեկ անալիզ, որով որ մենք կարող ենք գնահատել ռեպրոդուկտիվ համակարգից դուրս կնոջ առողջական վիճակը, սակայն այն անալիզներից, որը երբևիցե չի նշանակում, բայց մեծ դեր ունի, կասեմ կաթնաթթվի մասին, լակտատի անալիզի մասին, որը ուղղակի ցույց է տալիս թթվասնաքաղցի վիճակը, իսկ բնականաբար թթվասնաքաղցի պայմաններում հակաօքսիդանտային պաշտպանություն չկա, որը կարող է բերել բջիջների վնասման։ Գոնե այդ պրիմիտիվ անալիզին, բայց դա շատ քիչ է եւ ոչինչ չի նշանակում։ Առասարակ, եթե կինը ուզում է հղիանալ, պետք է նայի օրգանիզմի բորբոքում կա թե ոչ, այսինքն այստեղ արդեն գալիս են ինտերլեյկինները, TNF-ալֆայի հետազոտությունը, պետք է անպայման ուսումնասիրվի աղիների միկրոֆլորան։ Այսպիսի մեխանիզմ կա, մեխանիզմներ կան տարբեր, որոնք որ դուրս են հանում մեր մեջից ավելորդ հորմոնները, մեխանիզմներից մեկը, որ հորմոնները դուրս են գալիս կեղտի միջոցով, այսինքն լյարդում տեղի ունենում այդ հորմոնների կապում գլյուկորոնաթթվի հետ, եւ այդ հորմոնները պետք է դուրս գան մեր օրգանիզմից բնական ճանապարհով։ Այդպես նախատեսված է բնության կողմից, սակայն եթե մարդու օրգանիզմում աղիներում օրինակ կա քրոնիկ բորբոքում եւ բակտերիալ բիոթաղանթներ, այդ բակտերիալ բիոթաղանթները իրենց կենսագործունեությունը պահելու համար դուրս են նետում որոշակի նյութեր, այդ նյութերից են գլյուկորոնիադազա ֆերմենտը, որը որ ճեղքում է այն կապը, որը լյարդում առաջացել էր, որպեսզի օրինակ ավելորդ էստրոգենը մարդու օրգանիզմից դուրս հաներ, եւ այդ ավելորդ էստրոգենը կրկին ներ է ծծվում օրգանիզմ։ Եվ կնոջ մոտ դրա հետևանքով առաջանում են այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ էստրոգենի ավելցուկից։ Եվ դա կարող է հանգեցնել անպտղության։ Միանշանակ կարող է հանգեցնել, որովհետև ցանկացած հորմոնային փոփոխություն խախտում է այն ամբողջ process-ների հաջորդականությունը, որոնք պետք է լինեին։ Օրինակ չի խոսվում երբևիցե պրոգեստերոնային ռեզիստենտականության մասին, սակայն պրոգեստերոնային ռեզիստենտականությունը այն պատճառներից է, որի պատճառով էնդոմետրիումի վրայի ռեցեպտորները չեն աշխատում, ռեցեպտորայի խախտում է տեղի ունենում, որովհետև պրոգեստերոնային ռեցեպտորները ի սկզբանե առաջանում են էստրոգեն հորմոնինի պատասխան, սակայն հետագայում նրանց քանակը պետք է քչանա, որպեսզի իմպլանտացիան լինի լիարժեք։ Երբ որ էնդոմետրիումի ռեցեպտորները լավ չեն աշխատում, բնականաբար ամբողջ process-ը խախտվում է, կամ չափից դուրս ակտիվ են, կամ չափից դուրս ինակտիվ են։ Մենք չունենք որևէ տեսակի այս պահին հետազոտության մեթոդ, որպեսզի հասկանանք ռեցեպտորների եւ առասարակ պրոգեստերոնային ռեզիստենտականությունը գնահատենք։ Եթե անգամ մենք կատարենք պունկցիա, բիոպսիա կոչվածը, մենք վերցնենք արգանդի խորոշից որոշակի հատված եւ այնտեղ տեսնենք որևէ խախտում կամ այնտեղ տեսնենք որևէ նորմալ իրավիճակ, դա երբևիցե չի տա ընդհանուր գնահատական, որովհետեւ նախ եւ առաջ մենք չգիտենք բլաստոցիստը որ հատվածում է իմպլանտացվելու։ Եվ մենք չգիտենք, եթե այդ հատվածում կա խնդիր կամ չկա խնդիր, դա ոչ բացառում է, ոչ վկայում է այն մասին, որ այլ շրջաններում արգանդի խորոչում կա խնդիր։ Մենք պետք է անպայման ուսումնասիրենք մարդու անոթների վիճակը, պետք է անպայման ուսումնասիրենք մակարդելիությունը, դա իհարկե հիմա շատ ուրախ եմ, որ շատ ավելի ուսումնասիրվում է, մենք ակտիվ տեսնում ենք արյունաբանների հետ խորհրդատվություններ ռեպրոդուկտոլոգների, որոնք որ լուծում են օրինակ հոմոստեինի խնդիրը, որը առաջին պատճառներից մեկն է վաղաժամ վիժումների։ Հետագայում կարող ենք ավելի մանրամասն խոսալ վիժումների մասին, տվյալ հաղորդման շրջանակներում չեմ հասցնի, որովհետև պատճառները չափից դուրս։ Անպայման կանդրադառնանք մեկ ուրիշ թողարկման ժամանակ։ Հարց առաջացավ ինձ մոտ այսպիսի, ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, տեսնում եմ, որ զույգերը ամուսնանալուց հետո երկար ժամանակ պաշտպանվում են, քանի որ պատրաստ չեն դեռ նոր կյանք տալու, նոր սերնդի եւ դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ հետագայում անպտղության պատճառ դառնալ, անդրադառնալ բեղմնավորման վրա։ Որպեսզի լինեմ հստակ, կասեմ, որ ես չգիտեմ որևէ հետազոտություններ, որոնք որ փաստում են, որ երկարաժամկետ սեռական հարաբերություն ունենալով պաշտպանված լինելը կարող է բերել անպտղության, սակայն կարող եմ ասել փաստացի իմ հիվանդների շրջանակներում, որ այն զույգերը, որոնք որ չունեն լուրջ խնդիրներ եւ ինձ դիմում են առաջնային անպտղության խնդրով, նրանց գրեթե 50%-ը չի հղիացել
Նրանից հետո, երբ որ սկզբում շատ երկար ժամանակ, 1 տարի, 2 տարի եւ ավել պաշտպանվել։ Սակայն կարող եմ նշել, որ ըստ իս դա ավելի փոքր պատճառ է անպտղության, քան այն, որ փոխում են բազմաթիվ սեռական զուգընկերներ, որովհետեւ Դա այն նույնպես կարող է նպաստել անպտղության։ Նույնպես չկա այդ մասին հետազոտություն, բայց եթե մտածենք լոգիկայով, ապա կարող եմ ասել, որ կնոջ օրգանիզմը միկրոֆլորան վերցնող է եւ այն միկրոֆլորան, որ ինքը վերցնում է տարբեր զուգընկերներից, այդ միկրոֆլորայի խախտում է տեղի ունենում եւ դա կարող է տարբեր process-ների խանգարման հանգեցնել։ Շատ լավ։ Եվ կարող եմ ասել նաև այն մասին, որ շատ հաճախ հղիություններ լինում են, երբ որ կինը նոր է սկսում սեռական հարաբերությունները, շատ հեշտ եւ շատ հաճախ հղիանում են այն զույգերը, որոնք որ հենց սկզբից ապրում են չպաշտպանվելով։ Օրգանիզմը գիտի երբ դա հղիություն։ Այսինքն այնպես չի, որ եթե երկուսն էլ չունեն խնդիր, հենց առաջին հարաբերության ժամանակ պետք է տեղի ունենա հղիություն։ Իրականում օրգանիզմը պետք է սովորի ամուսնու միկրոֆլորային, զուգընկերոջ միկրոֆլորային, պետք է եւ հոգեբանական եւ ֆիզիկական մոտենան իրար, որպեսզի հետագայում ավելի առողջ միջավայրում զարգանա հղիությունը։ Շատ լավ։ Քանի որ խոսեցինք անպտղության որոշ պատճառներից, նաև ես կուզենայի մի փոքր անդրադառնալ արտամարմնային բեղմնավորմանը, որի օգնությանը դիմում են արդեն այսպես ասած անհույս վիճակում գտնվող զույգերը, որպես իրենց վերջին հույս, ինչ կասեք էկոյի մասին։ Էկոյի մասին կարծիքս միանշանակ չի, որովհետև այո, որոշակի զույգերի դա բերում է նրան, որ վերջապես կատարում է իրենց երազանքը, բայց պետք է հաշվի առնել ինֆորմատիվությունը, այսինքն պետք է զույգերը տեղեկացված լինեն եւ ինչու ոչ գուցե առանձին մտածեն այն մասին, որ արտամարմնային բեղմնավորման ժամանակ առաջացնում են մի քանի էմբրիոն եւ տեղադրում են միայն մեկը կամ երկուսը, որոնց որ գնահատում են որպես առողջ եւ պետք է հաշվի առնեն զույգերը, որ մյուս էմբրիոնները, որոնք նույնպես կարող են լինեն իրենց երեխաները, մնում են սառեցված վիճակում լաբորատորիայում եւ ինչքանով է դա ճիշտ, ամեն մի զույգը իր համար պետք է որոշի։ Եթե ասեմ էկոյի որ դեպքերին երբևիցե դեմ չեմ եւ ինքս նույնիսկ կօգնեմ, որ այդ ամեն ինչը տեղի ունենա կնոջ առողջությունը բարելավելու, երբ էմբրիոնների քանակը համապատասխանի հղիությունների քանակին։ Այսինքն չստացվի չափից շատ էմբրիոններ եւ տեղադրվեն ստացված էմբրիոնները, որպեսզի հոգեբանորեն նույնպես կանայք լինեն այդ առումով հանգիստ։ Ես չեմ ուզում իմ կարծիքը որևէ մեկին ստիպեմ կամ պարտադրեմ։ Ինձ համար էմբրիոնը դա կյանք է։ Իմ անձնական կարծիքով, երբ կա արդեն գենետիկ ինֆորմացիա, երբ կա ձևավորված ԴՆԹ, արդեն անգամ որոշված է երեխայի աչքերի գույնը։ Կապ չունի, որ մենք մանրադիտակի տակ չենք տեսնում, թե ինչպիսի մարդ է դառնալու։ Իսկ կա որոշակի տարիքային բարիեր էկոյի դիմելու ըստ ձեզ, կա որոշակի տարիք, որ կգտնեք այդ տարիքից հետո արդեն կարելի է դիմել օգնության։ Տարիքը շատ լայն հասկացողություն է, որովհետև գոյություն ունի կենսաբանական տարիք եւ գոյություն ունի բիոլոգիական տարիք եւ անձնագրային տարիք, Ես ասեմ ինչի համար հնչեցրեցի հարցը, գիտեմ էլի հանդիպել եմ զույգերի, որոնք 20 քանի տարեկանում արդեն դիմել են էկոյի օգնության։ Շատ հաճախ զույգերը դիմում են էկոյի, որովհետև սխալ համոզմունք կա, որ էկոն անպայման 100%-անոց արդյունք է։ Եվ հետո չստացված էկոներից հետո դիմում են արդեն սովորական բժիշկների, որպեսզի բուժեն անպտղությունը եւ ինձ մոտեղ են դեպքեր, որոնք մի քանի չստացված էկոներից հետո բուժել են եւ վերջապես ունեցել են իրենց բալիկներին, անցնելով բավականին երկարաժամկետ բուժում, որի կարիքը չէր լինի, եթե չլիներ մինչեւ այդ փորձերը։ Էկոն ունի ցուցումներ հստակ, օրինակ արգանդափողերի բացակայությունը, որի ժամանակ բացառվում է բնական հղիությունը։ Եվ պետք է հաշվի առնել ստանդարտները, քանի որ ես չեմ զբաղվում արտամարմնային բեղմնավորմամբ, ստանդարտների մասին իմ կողմից խոսելը կլինի ոչ կոմպետենտ եւ ես առհասարակ չեմ էլ թույլ տա։ Ուղղակի կարող եմ ասել, որ մինչեւ դիմել այդ քայլին պետք է մանրամասն հետազոտվել եւ իրոք բացառել արդյոք հնարավոր չի բնականորեն հղիանալ։ Նոր որպես վերջին տարբերակ, եթե իհարկե չկան էթիկական բախումներ այդ փաստի հետ, նորից եմ կրկնում, որ դուք ստանալու եք մի շարք էմբրիոններ, բայց տեղադրվելու է մեկը կամ երկուսը։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ արժեքավոր զրույցի համար։
մենք կարծում եմ դեռ կհանդիպենք, քանի որ կան դեռ շատ թեմաներ, որոնց շուրջ կարելի է խոսել։ Շնորհակալություն նույնպես հրավիրելու համար։ Խորհուրդ եմ տալիս լինել լավատես եւ երբևիցե չկորցնել հավատը, որովհետեւ նույնիսկ այն ինչը բժշկությունը այսօր չի հետազոտել եւ այն անպտղությունները, որոնք համարում են անհույս, գուցե մի քանի տարի հետո արդեն համարվեն բուժելի եւ վերջապես ձեր ընտանիքներում նույնպես լինի այդ երջանիկ պահերը։ Հոգ տարեք ձեր մասին եւ կիսվեք այս թողարկումով այն մարդկանց հետ, ում համար կարող է օգտակար լինել։ Երբեմն մեկ զրույցը կարող է ինչ-որ մեկի համար հույսի սկիզբ դառնալ։ Մինչ նոր հանդիպում։